Այս վերջերս մի շարք արդեն բացահայտումներ եղան միջազգային հետաքննողների կողմից, թե ոնց է Ռուսաստանը ներգրավել հայաստանյան ընտրություններում, ոնց է ազդում քաղաքական գործընթացների վրա։ Ըստ էության, այն ինչ որ մենք անընդհատ խոսում էինք, որ կան հիբրիդային սպառնալիքներ, որ հիբրիդային սպառնալիքների գործիքակազմի մեջ նաև նման այսպես ներթափանցումներ են լինում եւ ընդհանուր առմամբ որ Ռուսաստանը փորձում է հիմա ազդել ընտրական գործընթացի վրա, ընտրությունների արդյունքների վրա, փաստորեն այդ հետաքննությունները հիմա ասենք կարող են ինչ որ հետաքննություններ այդքան արժանահավատ չլինել, որոշները ավելի արժանահավատ են, հա, բայց իրենք ցույց են տալիս, որ իսկապես այդ ամեն ինչը կա։ Իհարկե, ելի կարող են ասել, որ դե փաստեր չկան, հա, որովհետև դրանք ինչ որ օրինակի համար, ասենք դոսիեն, որը հետաքննություն էր արել ու այդ հետաքննության նյութում նաև նկատեցիր, ես էլ կամ, իրական դու ես առաջարկել, որ խոսամ իրանց հետ, դա էլ ասեմ։ Հա, եւ բայց դե ես որպես զուտ ուղակի քաղաքագետ վերլուծել եմ իրավիճակը, ինչը իրականում համընկավ էլի նաև իրենց այդ հետաքննության հետ հետաքրքիրն էր նաև որ լրագրողը որ խոսում էր ինձ հետ մի հարց տվեց դե ես գիտես մի քիչ տենց երկար բարակ ամեն ինչ արգումենտացիա եմ զգում դա հա արգումենտացիա բան եւ այլն այդ ամեն ինչը տենց խոսացի մեկ էլ վերջում ասեց դե իրականում են բոլոր հարցերը որ ես ուզում եի տալ դուք արդեն այդ հարցերին պատասխանեցիք հա ու նաև այնպես էր ռեակցիան իրա որ ըստ էության լրիվ բռնում է մեր հետաքննության հետ էլի ոնց որ դա զգացնել տվեց բայց ես այդ ժամանակ չհարցրեցի իրականում ինչ հետաքննությունն է իմաստ չկար որովհետև դա դեռևս չի հրապարակվել ենթադրենք չերել ասի էլի ինձ միգուցե եւ թեև մի խոսքով բայց հասկացա արդեն ինչ բնույթի հետաքննություն իրանք ունեն ինչ նաև մոտավորապես կարող են փաստեր ունենալ եւ այլն, հա։ Ու հետաքրքիր էր այստեղ օրինակ կոնկրետ դոսիեի առումով, դե տես, այնտեղ ինչ էր։ Այնտեղ քաղաքագետների, հա, կամ կոնկրետ մեկ ոնց որ թե քաղաքագետի փաստաթղթերն էր, որ ինքը գրել էր որպես այնպես վերլուծական, չէ, ու ադմինիստրացիային էր ուղարկել։ Նախագահի, Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիային։ Ու գիտես տեղ ինչն էր հետաքրքիր, ես ինչ հիշեցի։ Ուրեմն 2017-18 թվականներին Ռուսաստանը սկսեց Աֆրիկայի վրա աշխատել։ Ու մի քանի sense երկրներ վերցված էին, որպես իրենց ազդեցության գոտու երկրներ, եւ իրենք փորձում էին ու հիմնականում գիտես ում միջոցով, Պրիգոժինի միջոցով, իր այդ ֆաբրիկայի միջոցով Քաղ տեխնոլոգների մի sense մեծ բանակ էին ձևավորել ու իրենց ուղարկում էին նույնիսկ այդ երկրները օրինակ Մադագասկարում նախագահական ընտրություններ էին եւ իրենք այդ Պրիգոժինի այդ ամբողջ թիմով հա նաեւ ներգրավել էին ասենք Պետերբուրգից ինչ որ մասնագետների քաղաքագետների եւ այլն ուղարկել էին այնտեղ որ поддержать своих кандидатов, ինչպես իրենք էին ասում։ Թե լոմեր կային, հա, լոմերը կային։ Կային, այդ ամեն ինչն է կային։ Բայց իդեպ այդ լոմերի հետ կապված այդ հետաքննությունը ոնց որ մի քիչ հարցականի տակ է, որովհետև աղբյուրները հստակ չեն ու այդ կայքն էլ հասկանալի չի թե ինչ կայք է, որտեղ որ տեղադրված են, բայց այս ինչի մասին ես խոսում եմ, հեղինակավոր, հա, Խադարկովսկու այդ կազմակերպությունն է իրականում եւ իրենք ցույց են տվել ըստ էության իրենց այդ կոնկրետ սկրինշոթեր են թե ինչեր են հա մի խոսքով եւ ինչ եք ուզում ասել որ կարծեմ 7 տեխնացու ունեին այդ 7 տեխնացուներն էլ հենց առաջի փուլով պարտվել են այնտեղ նախագահական ընտրություններ էին հա ոչ մեկ չէր մտել երկրորդ փուլ ու ասենք sense որ նայում ես 0.5 քանի տոկոս են մեկը 0.5 0.8 այդ մեկը որը գործող նախագահն էր 8 քանիս էր հա էլի իրանց ոնց որ տեխնացուներ հետո վերջում երկրորդ փուլի ժամանակ փորձել են արդեն հաղթողին պաշտպանել ընել պարզվել է արդեն Չինաստանն է իր վրա աշխատել ու բանա ուզում եմ ասեմ
ու ինչ է ուզում ասել, որ այստեղ էլ մենք տեսնում ենք, որ ըստ էության նույնիսկ հենց այդ կարծեմ Գլեբ Կուզնեցովը անուն է այդ տեխնոլոգի, պոլիտտեխնոլոգի, որը ըստ էության աշխատել է փաստորեն հակափաշինյանական այդ ստրատեգիայի վրա, այդ կամպանիայի վրա։ Փաստորեն այս ամեն ինչը ինչ է ցույց տալիս, որ Կրեմլում նստել են, մտածել են պրոռուսական քաղաքական ուժերը ինչպես պետքա ներկայանան ընտրություններին։ Այնտեղ մտածել են, թե որոնք են Ռուսաստանի տեխնացուները լինելու, համար 1 տեխնացու, պահեստային տեխնացուն, ինչ լոզունգներ պետք է իրենք առաջ քաշեն, այնտեղ սմետաներ կան, ինչքան գումար պետք է ծախսեն եւ այլն, ամենայն մանրամասնությամբ, բայց հենց այդ նույն փաստորեն մարդը, որը զբաղվել է դրանով, ինքը դժգոհ է շատ եղել ու ասել է, որ մի խոսքով չի ստացվում ըստ էության այն ինչը որ ծրագրավորված էր մի շարք խնդիրների պատճառով, մեկը կարգին գործ չի անում, այս մեկը նորմալ տեխնացու չի վերջո խնդիրներ ունի եւ այլն։ Նույն բանը ինչ որ եղել է Մադագասկարում, բայց իհարկե սա, հա, ես չեմ ասում նրա համար, որ մենք հենց այն որ ասում են արխային ենք ընկնում, որ այս ամեն ինչը տապալվել է Կրեմլը, ոչինչ իրան չի ստացվել, բայց արդեն նախնական այնուամենայնիվ պետք է սա արձանագրենք, էլի ես նաև դա համար հիշեցի այդ Մադագասկարի։ Հա, ես առաջարկան շատ չքննադատենք իզուր տեղը Կրեմլի քաղտեխնոլոգներին, այդ մարդիկ աշխատում են, ինչքան կարողանում են անում են։ Ուղղակի ինձ թվում է իրանք ի սկզբանե Հայաստանում ծանր պայմաններում են հայտնվել, որովհետև Ռուսաստանի այսպես հեղինակությունը շատ ուժեղ ընկել է եւ կոպիտ ասած նորմալ քաղաքական առաջնորդները պոտենցիալ կամ իրական իրենք չեն ուզում իրանց կապեն, հա, իրանց ճակատագիրը կապեն Ռուսաստանի հետ, դրա համար մնացել են կամ նախկինների հույսին կամ իրանց օլիգարխի, բայց այստեղ ինձ թվում է այս ամեն ինչը որ դու պատմեցիր կարևոր է նաև մեզ համար օրինակ ես չեմ լսել այդ Աֆրիկայի հետ, որը մեկը համեմատ էր, հա, Մոլդովայի հետ օրինակ շատ են համեմատում, չինեմ Հունգարիայի հետ, բայց աֆրիկյան երկրներում այդ Ռուսաստանի գործունեությունը Հայաստանում ոչ ոք չգիտի, սայրահեղ դեպքում գիտեն, որ օրինակ Ֆրանսիայի ազդեցությունը մի քիչ քչացել է, որոշ տեղերում Ռուսաստանը իրանց բանը արել, այսպես ասած գծերից գցել է, բայց նաև ուկրաինացիներն են հիմա Աֆրիկայում ակտիվ աշխատում, որոշ տեղեր կա, որ ռուսները որտեղ մտնում են, ուկրաինացիներն են գալիս, սկսում են մյուս կողմից աշխատել, բայց այս ամեն ինչը ինձ թվում է ինչա կարևոր, որ հիմա փաստորեն մենք մի փուլում ենք, երբ որ Հայաստանը դարձել է համաշխարհային քաղաքականության, այսպես էպիկենտրոնը, հա, այսինքն հիմա ինչ որ մի հատ եթե մենք դիտարկենք որ դա տարօրինակ չի ու հայերը սիրում են, չէ՞, միշտ ասել դե ամեն ինչ մեզնից է սկսվել, չգիտեմ, մենք ենք քաղաքակրթության հիմնադիրը, չգիտեմ եւ այլն, բայց հիմա իրոք էս ամեն ինչը իրոք եկել է այդպիսի մի կետի, ու ես հույս ունեմ, որ դա շատ երկար չի շարունակվի, որտեվ լավ բան չի, հա, բայց կոնկրետ այս ընտրությունը ինքը դարձել է մի շատ կարևոր, այսպես հանգույցային կետ համաշխարհային քաղաքականության մեջ եւ կախված նրանից թե մենք ոնց կքվեարկենք, կարող է ընդհանրապես աշխարհի ճակատագիրը ուրիշ ձևով դասավորվի։ Ինչու օրինակ։ Դե որտեվ հիմա պատկերացրու ոնց որ ասենք եթե համատենք երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, չէ, երբ որ ասենք մի կողմից ֆաշիզմն էր, մյուս կողմից ասած հակաֆաշիստական դաշինքներ, որը իր հերթին կազմված էր դեմոկրատական արևմտյան պետություններից եւ Ստալինի խորհրդային միությունից, հա, եւ այդ պայքարում, ասենք, ինչ-որ հանգուցային կետեր կային, եւ օրինակ այդ, չեմ, Ստալինգրադի ճակատամարտում, եթե խորհրդային միությունը պարտություն կրեր, ամեն ինչ ուրիշ ձևով կդասավորվեր, հա, մենք հիմա ուրիշ աշխարհում կապրեինք։ Հիմա չեմ ասում, որ մեզ մոտ Ստալինգրադը, երևի Ստալինգրադը այնուամենայնիվ Ուկրաինայում է, հա, բայց համեմատելի մի բան է, հա, այսինքն առավելևս որ Ուկրաինայում այդ պայքարը եկել է ոնց որ sense ոչ ոքի, sense ոչ նրանք են կարողանում, ոչ նրանք են կարողանում, դրա համար այս կետերը շատ ավելի կարևոր են դառնում Մոլդովան, Հունգարիան, հիմա Հայաստանը եւ կախված նրանից թե ինչ տեղի կունենա Հայաստանում, շատ հնարավոր է, որ եւ Ռուսաստանի ճակատագիրը ուրիշ ձևով դասավորվի, եւ Արևմուտքի ճակատագիրը ուրիշ ձևով դասավորվի, եւ մեր ճակատագիրը ուրիշ ձևով դասավորվի, դա ակնհայտ է, որ մեր ճակատագիրը դրանից է կախված, բայց կարող է նաեւ այն ինչ տեղի ունենա մեզ մոտ շատ մեծ ազդեցություն ունենա աշխարհի գործընթացների վրա, հա։ Բարձր, նաեւ չափազանցնենք, հա, որտեղ
ու նաև բարեբախտաբար Բժեզինսկին չի ասել, որ առանց Հայաստանի Ռուսաստանը չի կարող։ Բայց օրինակ ինչ է Ռուբիոն եկավ Հայաստան, հա, կամ որտեվ կամ մայիսի սկզբին այդ բոլոր եվրոպական առաջնորդները եկան, ինչի են հիմա Կրեմլում այդպես անհանգստացել, որտեվ սա կարևոր կետ է, հա, եթե օրինակ Կրեմլը հաղթանակ տարավ այս ամեն ինչում, կարող է նաև ինչ որ ուրիշ ոլորտներում դա իրանց այսպես ասած որոշակի դուխ տա եւ ինչ որ բալանսը փոխվի, նրանք առաջ գնան։ Եվ հակառակը, եթե Հայաստանում նրանք պարտություն կրեն, կարծում եմ դա շատ լուրջ հարված կլինի։ Եվ նրանք ստիպված կլինեն, օրինակ նույն Ուկրաինայի հարցում գուցե ստիպված կլինեն ավելի այսպես պատրաստական լինել, օրինակ խաղաղություն կնքելուն եւ այլն, հա։ Այս ամեն ինչը ես չեմ ասում նրա համար, որ մենք հիմա մոռանանք մեր շահերը եւ մենակ դրանով առաջնորդ ենք, բայց ամեն դեպքում դա կարևոր է հասկանալ, էլի, որտեղ մենք ինչ մեր որոշ քաղաքացիներ շատ են անձնավորում ու ասես ասում են, ես Նիկոլին չեմ սիրում կամ սիրում եմ, կամ շինեմ Սամվել Կարապետյանին չեմ սիրում կամ սիրում եմ։ Չէ, ասենք ընդ որում ես մարդկանց գիտեմ, որ քեր պարզ ասում են, մենք Պուտինին սիրում ենք, Պուտինի կողմնակից ենք, դրա համար այս sense ենք քվերքելու։ Ու դա շատ ավելի լավ է, որ ազնվորեն իրանք այդպես են ասում, որտեղ իրենք հասկանում են ինչա պատահում, իրանք այն բևեռի կողմնակի, ասենք չինեմ, պահպանողական արժեքներով են ապրում, ասենք ժողովրդավարությունը իրենց համար արժեք չի, իրենց համար ուրիշ արժեքներ կան, իրենք այդ գծով են կամ ազատությունը ինքնուրույնիտետը արժեք չի կամ չեմ աշխարհակաղակական պատճառներով տարբեր հիմա պատճառներ կա իրանք բայց հասկանում են ինչա կատարվում իրանք ուղղակի այն կողմն են ընտրել բայց Հայաստանում շատ մարդիկ կան ովքեր իրոք ժողովրդավարական արժեքների կողմնակից են բայց ոնց որ մի քիչ չեն պատկերացնում այս տեղի ունեցողի մասշտաբը էլի այո այդտեղ համաձայն եմ լրիվ կուզենայի հետևյալը ավելացնել որ ըստ էության ամեն ինչ պաստորեն կախված է հայ ընտրողից այն շարքային քաղաքացուց իսկ ինքը ունի այդ իրավունքը ինքը գնում է իրացնում է այդ իրավունքը ուրեմն եթե համապատասխան ձևով եւ լիարժեք իրացնի այդ իրավունքը կունենանք պաստորեն իսկապես ուժեղ ազատ ժողովրդավարական անկախ երկիր եւ այդ ամեն ինչը արևմուտքի իհարկե այսօր մի քիչ դժվար է ասել կա արդյոք այդ հավաքական արևմուտքը բայց առնվազն կան մի շարք խաղացողներ այդ արևմուտքի ներսում որոնց շահերը այս պահին էլ ակնհայտ համընկնում են կներես եթե կա հավաքական արևմուտք Հայաստանի հարցում կա երևի միակ հարցն է որտեղ այդ հավաքական արևմուտքը իրոք կա Հայաստանն է որտեղ Եվրոպան եւ Ամերիկան համընկնում են իրենց մոտեցումներով նույն խաղն են ըստ էության խաղում եւ այո իրենց համար դա գերկարևոր բան կլինի այսինքն հայ ընտրողը փաստորեն կարող է այդպիսի որոշում կայացնել որը համ իր ճակատագիրն է որոշում համ էլ այդ փաստորեն համաշխարհային դասավորությունների վրա ռեալ ազդում է դա այս տեսակի կշիռ ունեցող բան է պաստորեն սա եւ այստեղ շատ կարեւոր է հետեւյալը որ հնարավորինս շատ այսպես ասենք հա ձայներ հավաքի խաղաղության օրակարգը ընդհանուր առմամբ այսպես ասենք առանց ինչ-որ անուններ տալու կոնկրետ եւ ժողովրդավարության օգտին սուվերենիտետի օգտին հնարավորինս շատ մարդ քվեարկի եւ հստակ լինի, որ Հայաստանում իրականում կա կոնսենսուս այդ հարցի վերաբերյալ եւ դա ըստ էության նաեւ կանխարգելիչ բան կարող է լինել հնարավոր որոշակի այսպես դեստրուկտիվ քայլերի, որոնք կարող են ուրեմն հետևել Ռուսաստանի կողմից հատկապես այդ դեստրուկտիվ քայլերի մասին երևի արժի մի քիչ խոսենք, որտեվ երևի առաջին անգամ էլի այտենց այսպես ասած, հա քաղաքագիտական գործունեության ընթացքում ինձ մարդիկ հարց են տալիս, որ կարող է Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա, հա, այսինքն ռազմական գործողություն իրականացնի եւ արդեն օրինակ ինչ որ փորձագետներ ոչ հայաստանյան, մասնապես ուկրաինական, խոսում են նրա մասին, որ կա այդպիսի սցենար, որ հնարավոր է Ռուսաստանը այսպես հատուկ ռազմական օպերացիա իրականացնի եթե իրանք տեսնեն, որ, պես ասած, խաղաղ մեթոդներով իրանց մոտ ոչ մի բան չի ստացվում, առավել ևս որ վերջերս օրենք ընդունեցին, չէ, որ Ռուսաստանի քաղաքացիները, եթե ձերբակալված են այլ երկրում, այդ քաղաքացիներին
օգնելու համար կարող է ուրեմն ռազմական ուժ օգտագործվի։ Դե ինձ թվում է այդ օրենքը մեծ նշանակություն չունի, որտեղ Ռուսաստանի կառավարությունը օրենքներին շատ չի նայում, երբ որ ինչ-որ գործողություններ են ձեռնարկում, բայց ամեն դեպքում դա էլ է վախեցնելու համար եւ մեզ, եւ ասենք Լիտվային, եւ Մոլդովային, եւ մյուս երկրներին։ Հիմա օրինակ ես մտածում եմ որ հավանականությունը դրա շատ փոքր է, հա, որ ռազմական ինչ-որ գործողություն կայրականացնի Ռուսաստանը մեր դեմ, գրեթե չկա, հա, 0-0-0-0։ Բայց մյուս կողմից, եթե մտածենք դրա մասին, հա, ասենք ինչ պետք է անենք, որ դա բացառվի։ Ինձ թվում է, որ հենց դա բացառելու լավագույն ձևը հստակ այդ քո ասած կոնսենսուսն է, որ հստակ մարդիկ տեսնեն Կրեմլում, որ Հայաստանում աջակցություն չունեն կամ շատ փոքր է այդ աջակցությունը, հա, որտեղ ինչի օրինակ Ուկրաինա, ինչի Ղրիմից սկսվեց, չէ, Ուկրաինայի այդ պատմությունը, որտեղ Ղրիմում նրանք ունեին աջակցություն։ Գուցե ոչ մեծամասնությունը, բայց գուցե նաև մեծամասնությունը, նույնիսկ երևի մեծամասնությունը աջակցում էր Ռուսաստանին։ Հետո հաջորդը եղավ Դոնբասում, որտեղ արդեն իհարկե մեծամասնություն չունեին, բայց ունեին ցած ակտիվ փոքրամասնություն, հա։ Բայց ասենք երբ որ հասավ գործը Ուկրաինայի մյուս մարզերին, արդեն իրենք հստակ դիմադրության հանդիպեցին, ոչ մի բան չեն կարողանում անել կամ եթե կարողացան հսկայական զոհերի գնով, հա։ Հայաստանում իրենք պետքա տեսնեն, որ իրենք տեղ չունեն ստեղ խաղալու։ Ու ինձ թվում է Կրեմլը երբ որ տեսնում է, որ ինքը խաղալու տեղ չունի, ինքը հանգիստ է թողում այդ երկրին։ Օրինակ Ֆինլանդիայի պարագայում իրենք հասկանում են, որ Ֆինլանդիայում իրենք աջակից չունեն։ Ինչ ուզում են անեն ֆինլանդացիները կամ ֆինները գնալու են մինչև վերջին մարտը կռվելու են։ Ու դրա համար Ֆինլանդիային ոչ մի բան չի սպառնում մեծ հաշվով, եթե չլինի երրորդ համաշխարհային։ Բայց համել ընտեղ իհարկե ՆԱՏՕ-ի գործոնական։ Իհարկե ՆԱՏՕ-ի գործոնական, բայց ՆԱՏՕ-ը վերջերս մտան, չէ։ Այո։ Նույնիսկ մինչև օրինակ շատ ժամանակ, մինչև այս վերջի դեպքերը Ռուսաստանի ու Ֆինլանդիայի միջև հարաբերությունները հիանալի հարաբերություններ էին, ու Պուտինի մտերիմներից մեկը կարծեմ նույնիսկ խոսել ենք դրա մասին, Տիմոշենկոն օրինակ Ֆինլանդիայի եւ Հայաստանի քաղաքացի էր։ Հա, միլիարդատերներից մեկը։ Ինչի՞ է ինքը Իրան որ բերեին ընտրություններում կարող է ավելի հաջող լիներ։ Հայաստանի չեմ կա այդ ինչ որ վաղուց չենք լսել, հանգարց բան եղած չլինի այդ մարդը։ Բայց էլի եթե ռուս միլիարդատեր կոնա այդ մարդուն բերեին, ինձ թվում է ավելի տենց կարող է հետաքրքիր լիներ։ Հա, մեկը հայերեն զրույց պետքա սովորեր։ Տենց չէ, դե նայ մենք չունենք Ռուսաստանի հետ սահման։ Այդ գործոններից մեկն է, որը մեծապես խոչընդոտի պոտենցիալ ինչ-որ ռազմական գործողություն։ Հա, բայց ռազմաբազա կա։ Հա, ռազմաբազա կա, բայց ռազմաբազան շատ էսպես էլի սահմանափակ կոնտինգենտ է, ինքը չունի այն հնարավորությունները կարծում եմ, որ այդպես ուղղակիորեն։ Հա, բայց կներես քեզ ընդհատում, ամեն դեպքում խոսքը նրա մասին չի, որ իրանք շուտ տանկերով, sense տանկերի կալոննան գալուց։ Դե բա ինչ SVO-ի մասին։ Խոսքը նրա մասին է, որ օրինակ Spetsnaz-ը գալիս է, գրավում է ինչ-որ շենքեր ու հայտարարում է, որ ասենք ընտրվել է X տեխնացուն, որտեղ այդ քո ասած սցենարը շատ ֆանտաստիկ է, այս թվում է նույնիսկ Ռուսաստանի համար։ Այս իմ ասած սցենարն էլ է ֆանտաստիկ, բայց զուտ տեսականորեն, ասենք, մի քիչ ավելի պատկերացնելի է, էլի։ Դե նախ այդ կնշանակի արդեն, որ ամբողջությամբ, նայ, էլի, ինչ են անելու հետո։ Ասենք, այս իրավիճակը ու այո, համաձայն եմ, էլի կրկնենք, որ այդ կոնսենսուսը շատ կարևոր է, այսինքն որ իսկապես իրենք տեսնեն, որ չունեն իրենք որևէ աջակցություն կամ չնչին է այդ աջակցությունը։ Եվ իդեպ նաև կարևոր է, որ հավասարաչափ կամ մոտավորապես հավասարաչափ լինի այդ չաջակցությունը մարզերով ամբողջ Հայաստանի տարածքով, որպեսզի որևէ մեկի մտքով միտք չանցնի ինչ-որ սեպարատիստական, ինչ-որ շակի մարզի զորական հարաբերություն հիմնադրում։ Բայց չի կարողանալու ինքը իմ կարծիքով այդ դեպքում նույնիսկ եթե ենթադրենք պոտենցիալ ինչ-որ նման բան, Spetsnaz-ը գալիս է, հա, տենց ինչ-որ հոկտեմբերի 27-ը նման մի բան է արվում, հետո ինչ են անելու, ոնց են կառավարելու այս տարածքը, եթե ռուսերեն ասած տոտալնե отторжение, հա, կա իրենց նկատմամբ։ Ու դե նաև ակնհայտ է, որ ամբողջ արևմուտքը շահագրգռված է, որ նման բան չլինի, եւ այսպես այս կամ այն ձևով միևնույն է կա աջակցություն Հայաստանին, չէ՞։ Եվ դա նաև կնշանակի, որ Ռուսաստանը մի հատ նոր ինչ-որ ճակատ է բացում, այդտեղ մի հատ այլ գործոն, ինքը խրվել է ռուս-ուկրաինական պատերազմում, չի կարողանում դուրս գա,
սանկցիաները շարունակվում են, խորացել են եւ մենք խոսել ենք նաեւ նրա մասին, որ թե տնտեսական արդեն խնդիրներ են նոր ծագում Ռուսաստանում, չէ, թե նոր դժգոհություն է առաջանում, նոր դժգոհության ալիքա հենց Ռուսաստանի ներսում առաջանում եւ այս պայմաններում սկսել նման բան այստեղ մի պետությունում, որտեղ որ Նաև սա էլ փաստ է, չէ՞, չկա ասենց ակնհայտ ինչ որ հակառուսական բան էլի այստեղ։ Այդտեղ ռուսները նորմալ իրենց զգում են, չէ՞, նաև ռուսերեն լեզուն ամենուր տարածված է, այնպես չի էլի, որ ինչ որ այդ առումով բան եւ Չէ, ու համագործակցություն կա շատ համագործակցություն, այս սա է կարևոր, այսինքն կա այդ համագործակցություն։ Օրինակ առևտուր կա խր։ Ինչի դրանից զրկվի Ռուսաստանը։ Եվ առևտուր կա, բայց նույնիսկ ամերիկյան հարցերում կա համագործակցություն, որտեղ երբ որ Իրանում սկսվեց պատերազմը, հա, Իրանի դեմ, Ռուսաստանը այնտեղ ուներ բան, միջուկային իրancs այդ գործակալության աշխատողներ, որոնք Իրանի միջուկային բաներում, այդ կայաններում աշխատել, էլեկտրակայաններում աշխատում էին, ու այդ մարդկանց Իրանից Հայաստանի միջոցով, այսինքն իրանք հասկացան հիմա հարաբերությունները լավ չեն, բայց այնուամենայնիվ կա այնքան վստահություն, այնքան աշխատանքային հարաբերություն, որ ասենք այդ մարդկանց կարային, չէ, Տաջիկստանին, ասենք Կասպից ծովով դուրս բերեին, Ադրբեջանով դուրս բերեին, Թուրքմենստանով դուրս բերեին, չէ, ամենահարմար տարբերակը Հայաստանով էր, ու այդ մարդիկ էլ նես չէ, որ պատահական մարդիկ են, ի վերջո միջուկային գործակալության աշխատողներ են մի երկրում, որը բացառված չի, փորձում է ստեղծել միջուկային զենք։ Օրինակ կարող է այդ մարդկանց մեջ, հիմա իհարկե սպեկուլյացիա է, խնդրում եմ բոլոր միջազգային այդ հետախուզական ծառայությունները, որ հիմա Հայաստանին հետևում են, տենց լուրջ չտանեք, բայց մարդես կարող է այդ մարդկանց մեջ կային, ասենք, միջուկային զենքի մասնագետներ, չէ, բայց այդ մարդկանց Հայաստանով դուրս բերեցին։ Այսինքն Ռուսաստանում ի վերջո հասկանում են, որ Հայաստանը իրանց թշնամի չի։ Այո։ Հա, խնդիրներ կան, բայց հասկանում են իրական սպառնալիք ստեղից իրանց նկատմամբ, փոքր դու տեսնում են։ Իհարկե, որը մեծ տարբերությունն է Ուկրաինայի հետ կապված, որտեղ Ուկրաինայի պարագայում գուցե այդ սպառնալիքը էլի հորինված էր, բայց ամեն դեպքում այդ սպառնալիքին իրոք հավատում էին։ Հա, գոնե տեսականորեն կարելի էր պատկերացնել, որ եթե Ուկրաինան sense դառնա մտնի ՆԱՏՕ եւ այլն, վաղը մսորա կարող է չեմ Ռոստովը փորձեն գրավել։ Իհարկե դա էլ է абսուրդ, բայց ամեն դեպքում Հայաստանի պարագայում դա ընդհանրապես ասենք ցանկության դեպքում անհնարին է։ Ու ուրիշ բաներ կա, որ ինձ թվում է, եթե այդպիսի բան ասենք ձեռնարկեն, հա, տեսականորեն Եվ հաջողության դեպքում դա իրանց համար շատ բարձր գին, եւ անհաջողության դեպքում առավել եւս։ Եթե չստացվի, ասենք փորձեցին Հայաստանում հեղաշրջում կազմակերպել, Հայաստանի, ասենք, ուժայինները ճնշեցին։ Այդ ինչ խայտարակություն է, էլի, որ ասենք լավ Ուկրաինային չեն կարող հաղթեն, հասկանալի է, որտեղ Ուկրաինան մեծ երկիր է, բայց նույնիսկ Հայաստանում չկարողացան անել, այդ հսկայական մեծ խայտարակություն է։ Եթե բայց նույնիսկ ստացվեց իրանց մոտ, հա, ասենք ժամանակավոր ինչ որ բերեցին իրանց կառավարությունը Հայաստանում զորով դրեցին։ Ասենք դա ամբողջ աշխարհի համար ոչ թե արևմուտքի, այլ գլոբալ հարավի, չգիտեմ, հետխորհրդային երկրների, Ասիայի երկրների, դա շատ լուրջ խնդիր է, որտեղ մինչև հիմա իրանք ներկայացնում են որպես հակաիմպերիալիստ այդ երկրներում, հա, Ռուսաստանը իրան ներկայացնում է որպես հակաիմպերիալիստական պայքար, որ մենք պայքարում ենք արևմտյան գաղութատիրության դեմ, ամերիկացիների դեմ, եվրոպացիների դեմ, դե ամերիկացիների դեմ հիմա արդեն մի քիչ դժվար է այդ գիծը տանել, որտեղ Թրամփի հետ բանակցում են, բայց ամեն դեպքում, հա, հիմա եթե գալիս են Հայաստանի վրա են հարձակվում, ասենք նույն Հնդկաստանում իրենք ոնց են դա բացատրելու, հա, Հնդկաստանը, որ մինչև հիմա Ռուսաստանին այսպես բավական նորմալ է վերաբերվում նեյտրալ կամ ճիշտ է շատ նորմալ հարաբերություններ ունեցող իր հետ, որը Ռուսաստան չի, էլի խոսքը Բելարուսի մասին չի ընդհանրենք, հա, բայց ես համոզված եմ, որ Ղազախստանը օրինակ նման բան չի աջակցի։ Իհարկե, այսինքն պարզ է, իրանք չեն մտածում Ղազախստանն կամ Հնդկաստանը զորք չի ուղարկի Հայաստան, բայց իրանք կհասկանան, որ ժողովուրդ ջան, այս Ռուսաստանն է, իրոք իմպերիալիստական, ֆաշիստական պետություն է։ Ավելի կսրվեն հարաբերությունները, ասենք եվրոպացիները Ռուսաստանի միջև բնականաբար դա կօգտագործեն, կասեն տեսնում եք, հարգելի Հնդկաստան, ում եք դուք աջակցում, ումից եք նավթ առնում։ Ասենք լավ Ուկրաինայի հարցում դուք համարում եք, որ Ուկրաինան ՆԱՏՕ էր ուզում մտնել, դրա համար էլ Հայաստանի վրա ինչի հարձակվեցին։ Ու դուք շարունակելու եք այս երկրից նավթ առնել, հա։ Ու ես կարծում եմ, որ Ռուսաստանում այնուամենայնիվ մարդիկ այդքան բութ չեն, էլի, որ դա ինչը չհասկանան։ Հա, էսա։ Բայց այդ դեպքում հարցը առաջանում, եթե իրանք բութ չեն, ու այս ամեն ինչը եթե մենք հասկանում ենք, երևի իրանք էլ են հասկանում։ Բայց ինչի է այդ թեման բարձրացնում։ Ասեմ, որպեսզի վախեցնել։ Այսինքն
Սա չի նշանակում, որ իրենք ուրեմն չեն ուզում թույլաtsնել իշխանություններին, սա չի նշանակում, որ պետությունը ընդհանուր առմամբ պետական ինստիտուտները, սա բնականաբար չի նշանակում, որ իրենք չունեին պլան կամ միջև հիմա էլ միգուցե ունեն, որ իշխանապողություն անեն, բայց իրենք ենթադրում եմ եւ նաեւ այս արտահոսած այս բաներից, նյութերից նաեւ դա է, էլի զգացվում, որ ինչ են փորձել անել։ Դեզինֆորմացիա քաոս, sense ինֆորմացիոն դաշտում ստեղծել։ Այնպես անել, որ մարդիկ էլ ոչ մի բանի չհավատան, հա։ Երկրորդը այ նման տարատեսակ ինչ որ քաղ տեխնոլոգիաներ, կոնկրետ քաղաքական ուժերին աջակցություն։ Լավ, արի այս կանցնենք, բայց այնուամենայնիվ այս մասը ամփոփենք, որ երևի երկրորդ հայ-ռուսական պատերազմ այնուամենայնիվ մոտակա ապագայում չի սկսվի։ Ինչի երկրորդ հայ-ռուսական, որտեղ առաջին հայ-ռուսական պատերազմը ըստ էության 1920 թվականին էր, որը ավարտվեց Հայաստանի Հանրապետության գործառույթով, որը շատերը չեն ընդունում, որը հավես դասագրքերում այդպես գրված չի, բայց իրականում ռազմական գործողություններ ա եղել, երբ որ Ադրբեջանը խորհրդայնացվեց, դրանից հետո ռուսական բոլշևիկյան զորքերը Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ էին մղում ու այդտեղ փայտերվարյան ապստամբություններ կարելի է դրա մեջ մտնել մի խոսքով, բայց լավ, այդ հիմա հաջորդ դե մի քիչ կարելի ասել է մեկի ժամանակ կխոսենք։ Անկա չէ, տես տերմիկը occupation by invitation։ Բայց այդ invitation-ն էլ էին իրանք կազմակերպել, դե հա, բայց այնուամենայնիվ հայ բոլշևիկներ եղել են ստեղ, որոնք ուզել են, չէ՞։ Հիմա էլ կան հայ օլիգարխներ։ Դա էլ է էլի հետաքրքիր, որ այն ժամանակ ոնց որ Ռուսաստանը սոցիալիստական հեղափոխության գաղափարներ էր առաջ տանում ու նրա դաշնակիցները, ասենք այն մարդիկ էին, ովքեր հանուն բանվոր դասակարգի էին պայքարում։ Էլի գուցե իրանք մոլորվեցին ու արդյունքում Հայաստանի համար լավ չեղավ, բայց գոնե այդ մարդիկ, ասենք, ինչ-որ ազնիվ մղումներով էին, չէ, առաջնորդվում։ Բայց հիմա փաստորեն Ռուսաստանի դաշնակիցները Հայաստանում այդ բادرն են, միլիարդատերերն են, օլիգարխներն են։ Շատ կարևոր բան է դա, նկատառում է։ Նայ հիմա շարունակելով այս թեման, այսինքն մի շարք գործողությունների միջոցով, էլի գալիս ենք այդ հիբրիդային նախ։ Բայց ինձ թվում է այստեղ կարևոր է որ նշենք, որ դու նշեցիր, բայց մենք շեշտենք այդ բանը, որ այս խոսակցությունները պատերազմի մասին, չգիտեմ, SVO, Ուկրաինայի հետ համեմատություն, դա վախեցնելու համար է։ Ոնց է, ասենք, որտեղ ինձ թվում է Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, իրանց այսպես քաղաքական կարիերան, հա, սկսվել է 90-ական թվականներին, երբ որ Ռուսաստանը այսպես մաֆիոզ կլանների պայքարի sense դաշտ էր եւ իրականում այն ժամանակվա ռուս իրավապահները, քաղաքական գործիչները, պետական գործիչները նույն այդ մաֆիայի տարբերակ էին։ Ու հիմա այդ մաֆիան ուղղակի եկել է գրավել է իշխանությունը Ռուսաստանում ու ինքը իրան պահում է մաֆիայի պես։ Այսինքն որն է մաֆիայի մեթոդը, հա, մարդկանց վախեցնել, շանտաժի ենթարկել, հա, ինչ-որ երբեմն նաև ինչ-որ մեկին սպանում են, հա, բայց ընդհանուր առմամբ, եթե մաֆիան բոլոր պարագաներում ստիպված լինի բռնության գնալ, այդ մաֆիան կպրծի։ Չի աշխատի։ Հա, իրանք կոչնչացնեն։ Դրա համար ինքը այնուամենայնիվ հիմնական մեթոդը այդ բանն է, այդ շանտաժն է, այդ վախեցնելն է։ Եւ իր արժեքները դնելն է, չէ՞, դա կարևոր, որ ընդունեն իր արժեքները եւ ինքը վերահսկի արդեն։ Ինքը ասի ես եմ նայող այսպես ասած, ես կկառավարեմ։ Ես ինձ, այո, ես ես կպրկեմ։ Կգան ձեզ կմորթեն։ Այո, ես ես կպաշտպանեմ։ Ծեծելու եմ մեկ, ձեզ ասենք ձեր փողերը վերցնելու եմ, կարող է ասել։ Բայց մեկը ձեր լավի համար է դա ընդհանուր առմամբ։ Կարող է մեկ-մեկ դες ապտակ է, որպես մեծ աղբեր, բայց ասենք ես ձեր լավն եմ, հա։ Հիմա, այսինքն այդ հիբրիդային գործիքակազմով այնուամենայնիվ Ռուսաստանը փորձում է թույլաtsնել Հայաստանը եւ իր ազդեցությունը այսպես ունենալ, խորացնել, ամրապնդել։ Ու մենք տեսնում ենք նաեւ այսօր օրինակ տնտեսական շանտաժի խորացող, չէ, բանը, գործիքակազմը, որի մասին շատ խոսել ենք նաեւ, երբ որ մենք խոսում էինք հիբրիդային հարձակումներից, չէ, նշում էինք, որ տնտեսական շանտաժը գործիքներից մեկն է։ Մինչեւ այս պահը, այս բոլոր գործիքները հենց տնտեսական շանտաժի կիրառվել են։ Բարբերաբար են կիրառվել, երբեմն համակցված, երբեմն առանձին, բայց այսպես դրվագային ավելի շատ եղել է ամեն ինչը։ Հիմա իրանք հավաքեցին, ավելի համակցված դարձրեցին, այս ամեն ինչը դեզինֆորմացիայի քողի ներքո ավելի ուժեղացրեցին եւ բնականաբար այս ամեն ինչը վախեցնելու համար է արվում առաջի հերթին։ Որտեւ ես մտածում եմ, որ երբ որ էլի տեսնեն, որ չստացվեց, դե պետք է էլի նստեն ոնց որ սեղանի շուրջ, ասեն դե լավ, Փաշինյան նոր կառավարություն հիմա ձևավորված Փաշինյանի գլխավորությամբ։ Հիմա ոնց ենք շարունակում, լավ,
Լավ։ Այս ամեն դեպքում չենք կարող նույն ձևի, բայց այս հարցերը հա լավ կպահենք, որտեղ դա մեզ էլա շահեկան, դե դուք էս չեք, չէ, գնում դեպի ՆԱՏՕ բան հանգարտ տենց չէ, սա իրանց համար շատ կարևոր է։ Իդեպ սա էլի, այսինքն Եվրամիության անդամ դառնալը դե մարդ որ գիտեն, որ ասենք դա այսօր չի լինելու, վաղը չի լինելու, ես իմ չգիտեմ, ասենք միգուցե 10 տարի հետո լինի թե չլինի, հա, բայց կարևորը իրենց համար կարծում եմ այնուամենայնիվ այնա, որ հա ՆԱՏՕ-ի անդամ չլինի որևէ հետ խորհրդային, հա, պետություն, դե բացի նրանցից, որոնք արդեն եղել են, եւ ինքը ոնց որ այդ բաները, սպառնալիքները պոտենցիալ իր համար չունենա։ Դե ինքն է տես գնահատում։ Մենք հիմա փոխվում է, որտեվ հիմա իրանք ասում են Եվրամիությունը ընկալել որպես նաև ռազմական։ Այդ նախ այդ ինքը հələ չկա այդպեսի։ Վաղը միսօր երբ որ դա լինի, հələ վաղը դրա մասին կխոսենք։ Բայց այսօր ինչ ռազմական, ասենք, բան է Եվրամիությունը։ Բայց ամեն դեպքում այդ տնտեսական շանտաժը մի քիչ ավելի լուրջ գործիք է, իր իմաստով, որ ասենք դա կարելի է պատկերացնել, որ դա տեղի է ունենում։ Չնայած այսօրվա ինչքան ասում եմ միջև հիմա ինչ որ եղել է, էլի ինչ որ հատվածային բաներ են, ասենք ինչ որ այս ընկերությունը կամ չգիտեմ, ինչ որ մի ոլորտը, որ այդպես չի, որ հիմա Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները դες ճգնաժամի մեջ են։ Բայց ինֆորմացիոն սապրավաժդենիա ուղեկցումը այնա որ վաղը ավելի ուժեղ Այսինքն այսօրվա դրությամբ դա ոչ այնքան առևտրային պատերազմ է, ինչքան հիբրիդային պատերազմին, այսպես ինֆորմացիոն կոնկրետ մի բան պետք է անես, որ նաև ցույց տաս, որ արդեն անում եմ, ու ասես վաղը ավելի վատ կլինի, եթե դուք շարունակեք սա, էլի, այ դա է։ Ու որ մարդիկ մի պահ մտածեն, ասեն, վայ, կարող է վաղը sense չգիտեմ ինչ որ քաոտիկ վիճակ լինի տնտեսությունում գները են ասում բայց ինչ ես կարծում աշխատում հա դա ասենք ինձ թվում է հայաստանցիների վրա դա հակառակ էֆեկտն է թողնում որտեվ դե կարող է ինչ-որ մի մասը ասում է հա դե լավ կարող է առանց գործ մնամ գնամ քվեարկեմ չգիտեմ օրինակ վերջերս էլի օրեր առաջ հանդիպումների էինք մարզերում կոնկրետ Սյունիքում էինք Ես այնտեղից ես հասարակ այդ մարդկանց կողմից չտեսա իրական անհանգստություն, որ արտահայտեին։ Նո ասենք կարող 1 հոգի, 2 հոգի այդ հարցը տալիս են իհարկե։ Իսկ կարող են բան ոնց, բայց ոնց որ խոսակցության ժամանակ բոլորն էլ հասկանում են, որ չէ, էլի ուրիշ տարբերակ մեկը չկա, մեկը Ռուսաստանին այդ ամեն ինչը ձեռնտու չի միևնույնն է, ուրիշ տարբերակներ էլ կգտնենք, ալտերնատիվներ կգտնվեն կամ համ միգուցե ինչ որ մի պահի կարող է մի որոշակի դժվարություններ լինեն, կհամբերենք, ոչինչ։ Մեծ ինչ որ կատաստրոֆիկ բաներ չեն լինի։ Այ մոտավորապես այդ է մտնոլորտը։ Ոստի հա ինքը չի։ Հետո ինձ թվում է այստեղ գուցե չնայած ընդհանուր առմամբ ես դրան բացասական եմ նայում, բայց գուցե դրական է, որ ամենայն հավանականությամբ ապագա խորհրդարանում կլինեն պրոռուսական ուժեր։ Բացատրեմ ինչի, հա, որտեվ Ռուսաստանի համար ոնց որ այնպես չի, որ ինքը կամ ամեն ինչ կորցնում է, կամ ամեն ինչ պահում է։ Այսինքն ինքը գիտի, որ հա, ինքը չի կարող Հայաստանում իշխանություն ձևավորել, բայց ինքը նաև տեսնում է, որ իր խաղը ինքը այնպես չի, որ հունիսի 7-ին ինքը վերջնականապես պարտվեց ու այդ խաղը վերջացավ։ Չէ, ինքը ունենալու է առնվազն 1 պրոռուսական ուժ, ինձ թվում է երաշխավորված կլինի խորհրդարանում, չասենք որ նա, բայց բարձրավոր նա լավ ասենք ուժեղ Հայաստանը ամեն հավանականությամբ կլինի խորհրդարանում ու ինքը բարձրաբար վերահսկվում է Ռուսաստանից։ Հիմա 1-2 ուժ ավել եթե լինի հույս ունեմ որ իհարկե կլինեն ավելի Հայաստանակենտրոն ուժեր, բայց ամեն դեպքում Ռուսաստանը շատ կարևոր է որ լինեն Հայաստանակենտրոն ուժեր։ Բայց նաև հա ես հույս ունեմ, ինձ թվում է այստեղ խնդիր ենք մենք ունենալու որ մեր ընդդիմությունը լինելու է ոչ լեգիտիմ։ Այսինքն մենք անշատ հավանական է, որ մենք ունենալու ենք մի խորհրդարան, որտեղ կլինի լեգիտիմ իշխանություն եւ ոչ շատ լեգիտիմ ընդդիմություն, բայց դրանով հանդերձ ինձ թվում է Ռուսաստանի հետ բախումը այսպես թուլացնելու տեսակետից դա լավ է, որտեղ Ռուսաստանը կասի դե լավ, հիմա այնտեղ իշխանությունը, ասենք Փաշինյանն է, բայց դե մեկը մեր են Սամվելը կամ չգիտեմ ով, Սամվելի ազգականներից մեկը այնտեղ կա, էլի, որ բան պետք է լինի փոխանցել, որ ինչ-որ հարց պետք է լինի լուծել, կարանք իրանց միջոցով անենք։ Ուրիշ հարց որ ես չեմ կարծում որ էլի իրանց մոտ դա կստացվի, բայց ամեն դեպքում իրանք MC վիճակ չի։ Ուկրաինայի դեպքում ուրիշ էր, Ուկրաինայում երբ որ հեղափոխությունը եղավ, իրանք տեսան որ վերջ իրանց ազդեցությունը այդ երկրում վերացավ։
ու իրանք ոնց որ արդեն կորստելու բան ունեին, գնացին ասին դե որ տենց է, ուրեմն մտնում ենք բանակով կամ չգիտեմ, ընդհանրապես տնտեսական բոլոր կապերը կարելի է խզել եւ այլն եւ այլն։ Չնայած Ուկրաինայի հետ էլ չեն խփել, դա հետարքիր գործ է, որ Ուկրաինայի հետ տնտեսական կապերը նույնիսկ մինչև 22 թվական շատ տարիներով մնացել էին։ Ու մինչև հիմա նույնիսկ ինչ որ հարցեր կա, որտեղ ասենք Ուկրաինայի տարածքով ինչ որ բաներ էին, էներգակիրներ էին բավական երկար ժամանակ գնում դեպի Եվրոպա եւ այլն։ Ուրեմն, բայց արի մի հատ արձանագրենք հետեւյալը, էլի, որ այս բոլոր բացահայտումներից հետո մենք ավելի հստակորեն կարող ենք ասել, որ իդեմս այդ որոշ ուժերի մենք նույնիսկ գործ ունենք ոչ միայն նույնիսկ ոչ թե պրոռուսական, այլ հենց ռուսական ուժեր։ Ռուսական ուժերն է սրանք, որովհետև պրոռուսականը մի քիչ ուրիշ է։ Պրոռուսականը դա այն է, որ դե դու կողմ ես, որպեսզի ասենք, չգիտեմ, Ռուսաստանի հետ ունենաս ավելի խորքային հարաբերություն։ Օրինակ Հայ ազգային կոնգրեսը կարելի է ասել պրոռուսական։ Այսօրվա դրությամբ հա, ավելի շատ տենց։ Բայց ռուսական ուժ չէ, էլի, ասենք ինձ թվում է Հայ ազգային կոնգրեսի նույնիսկ ամենատենց դաժան քննադատները չեն ասի, որ իրենք ռուսական ուժ են։ Պրոռուսական են, հա, բայց ռուսական չեն։ Իսկ երբ որ քո ամբողջ այդ բանը, քարոզարշավը, տեխնոլոգիան, չգիտեմ, փողային այդ հոսքերը եւ այլն, հա, գալիս է Կրեմլից, երբ որ Կրեմլը քեզ դիտարկում է հենց որպես իր սեփական ուժը, դե դու արդեն պրոռուսական չես, ռուսական ես ներողություն։ Ու դու այսօրվա պայմաններում, երբ որ ակնհայտ է, էլի, որ երբ քո ուզածը պաստորներն է, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մաս։ Հիմա կապ չունի, դե յուրե դու ասում ես չէ, պետք չի, թող անկախ լինի։ Հա, իրանք դες բան չեն ասում, չէ՞։ Հա, չեն ասում, որ դե մենք չենք ուզում անկախ լինի, ուզում ենք Ռուսաստանի մաս լինի, բայց փաստացի դե ֆակտո դա նշանակելու է սուվերենիտետի կորուստ։ Այսօրվա պայմաններում դա նշանակում է, որ հա, Հայաստանը դառնում է ըստեյության ռուսական տարածք, եթե իրանք ուզածը լինի, եթե իրանք իշխանության գան։ Ուստի դուրս է գալիս մեր հիմնական ընտրությունը այսօր, քանի որ դա հիմնական չէ, այդ օպոզիցիոն ուժերը այդ դրանք են։ Հայաստանի մի կողմից եւ իդեմս իրենց Ռուսաստանի միջև ընտրություն։ Իսկ մեր ընտրությունը այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև է, այդպես է ստացվում։ Դա ինչից մենք սկսեցինք ըստ էության այսօրվա մեր խոսակցությունը, բայց այդտեղ ինձ թվում է օրինակ Հայաստանի այն մյուս ընդդիմադիր ուժերն են, որ ինձ թվում է ամենաշատը իրանք պետք է դա բարձրացնեն, ու ինչ որ մի մասը անում է, ինչ որ մի մասը չի անում, բայց օրինակ որ ասում են այ իշխանությունը ինչ որ քաղաքական հետապնդումների է ենթարկում ընդդիմությանը եւ այլն, ասենք այդ բաների ձայնագրությունների հետ կապված, հա, այդ ասենք բարտարկությունների հետ կապված, այդ ընտրակաշառքների հետ կապված եւ այլն, ինձ թվում է հենց առաջինը ամենաակտիվը ընդդիմությունը պետք է լինի այդ հարցում, որտեղ ընդդիմության գործին են խփում, հա, այսինքն կոպիտ ասած այդ ընտրակաշառքը որ բաժանում են, ԿՊ-ի կողմնակիցը դժվար թե կաշառք վերցնի, քվեարկի ինչ որ X ուժի։ Ամենայն հավանականությամբ այդ ընտրակաշառք վերցնողները այդ են մարդիկ են, որոնք այլ պարագայում կարող է որևէ ընդդիմադիր ուժի քվեարկին, հայկական, հայաստանյան, թեկուզ ռուսամետ, բայց հայաստանյան ընդդիմադիր ուժի քվեարկի։ Կամ նույնիսկ եթե ասենք ենթադրենք, որ այդ ընդդիմադիր ուժի կողմնակիցներ կան, ովքեր երբեք կաշառք չեն վերցնի, ամեն դեպքում այդ կաշառք վերցնողների քանակը ինքը փոխում է պատկերը, չէ՞, ասենք ինչ որ մի հատ հայաստանյան ընդդիմադիր փոքր կուսակցություն, ասենք թե ինքը sense վիզա դնում, իզև 4% է հավաքում, այն մարդիկ գալիս են, փող են բաժանում, ու այս մարդկանց 4%-ը ոնց որ ջուրն է անգնում։ Հա, ընտրական գործընթացի դա որոշակի խաթարում է, էլի, ըստ էության։ Իհարկե, ու հենց ինքը ամենաշատը հարվածային պայմանների սկզբունքի իշխող կուսակցությունը, հա, ինքը ինչ որ մի 2% կարող է դրա արդյունքում քիչ հավաքի վերջնական հաշվարկում, բայց մեծ հաշվով իրեն դա չի խանգարի։ Դա խանգարելու է այն ընդդիմադիր ուժերին, որ օրինակ չգիտեմ, Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, ասենք մտան, բան, չէ, տավականի։ Բայց հիմա ոնց որ շանս չունեն մտնելու։ Չնայած թվում էր թե ասենք բավական հարմար դիրք ունեն, բայց չէ, աստորեն ինչի դա չի ստացվում, որտեղ եկավ ուրիշ երկրից մի հատ հսկայական փողի եւ ռեսուրսների քանակություն, եկավ այդ մեր խեղճ ընդդիմադիրների գործի մեջ, ոնց որ գործի վրա քար գցեց։ Այո։ Բայց ես կուզենայի նաեւ մի բանին անդրադառնալ, IRA-ի հարցումներին։ Այս հարցումները կարծում եմ շատ պոզիտիվ են
բոլոր այն մարդկանց համար, որոնք այսպես մտահոգված են նրանով, որ ժողովրդավարությունը պահպանվի, սուվերենիտետը պահպանվի, հաղորդությունը ինստիտուցիոնալիզացվի, խորանա եւ այլն, հարցումների մի զգալի հատվածը, այսինքն ոչ թե հարցումների, այլ հարցերին պատասխանների մի զգալի հատվածը ցույց է տալիս, որ հանրային տրամադրությունները բազմաթիվ հարցերի վերաբերյալ մոտավորապես վերադարձել են 2019 թվականին գոյություն ունեցող հանրային տրամադրությունների մակարդակին։ Ու նույնիսկ որոշ բան կա, որոշ ցուցանիշներ կան, օրինակ դատական համակարգի նկատմամբ վստահությունը։ Ու պարզվում է, որ առաջին անգամ ամբողջ այս պատմության ընթացքում առնվազն դե մինչև հեղափոխությունը ես չեմ ասում ինչ ա եղել, բայց 2018 թվականին, երբ որ օրինակ հարցրել էին, թե ինչպիսին է հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ, շատ ավելի ցածր է եղել, քան հիմա։ Ու առաջին անգամ է, որ այդքան արդեն բարձր է։ Ու ճիշտ ասած ես չեմ հասկանում ինչի է բարձր, որտեղ ինձ թվում է դատական համակարգում շատ լուրջ խնդիրներ ունենք։ Որովհետև շատ ավելի սկսել են մարդիկ մտածել, որ այդ բաները, այսինքն մոնոպոլ դիրքերը, այսինքն մի կողմից մտածում էին, որ իշխանությունն է վերահսկում, հիմա տեսնում են, որ չէ, էլի ըստ էության իսկապես չի վերահսկում։ Մյուս կողմից էլ տեսնում են, որ շատ առումներով արդար բաներ կան, որոշումներ ոնց որ ու մտածում են, որ ուրեմն նաև ընդդիմությունը էլ չի այդքան վերահսկում դատական համակարգը, այսինքն այդ փոփոխությունը տեսնում են, ինչը իհարկե չի նշանակում, որ նորից, այսինքն միևնույն է, ահագին ցածր է վստահությունը։ Ես համեմատության մեջ եմ ասում, էլի։ Այդ փոփոխությունը մի քիչ կա արդեն դրական, այսինքն որոշակի ռեֆորմներ նաև դատական համակարգում մարդիկ տեսնում են երևի, գնահատում են, բայց իհարկե դատական համակարգը միևնույնն է մնում է այսպես ամենախնդրահարույց։ Իսկ այս ընտրություններից հետո ամենալուրջ խնդիրներից մեկը, որով պետք է ամբողջ հասարակությունը զբաղվի ու չթողնի իշխանության վրա, այդ դատական համակարգով զբաղվելն է, ու շատ պարզ մի բան ասեմ, էլի ինձ թվում է շատ բան կփոխվի դատական համակարգում, եթե այսպես ակտիվ քաղաքացիները սովորություն դարձնեն ուղղակի գնալ դատական նիստերի մասնակցել, ներկա լինել եւ այլն, որտեղ հիմնականում է դատական նիստերի 90%-ը անցնում է sense լրիվ ոչ ոք չկա։ Ու ասենք բնականաբար դատավորները տենց որևէ վերահսկողություն իրենց հանդեպ չեն զգում։ Ինչ որ իմաստով այսօր դատավորները, ընդհանրապես այդ դատական համակարգը ինքը միացած մեկուսացված կաստ է, որը ոչ ոքի չի ենթարկվում, բայց նաեւ ոչ ոքի կողմից չի վերահսկվում։ Հա լավ է որ չի ենթարկվում ոչ ոքի, տենց է պետք է լինի, բայց նաեւ վերահսկողությունն է պակասում, ու իրանք էլ հիմա ես էլ ասենք ինձ որ չվերահսկեն, ես կարող եմ իմ աշխատանքը սկսեմ վատ անել, ինչ որ մի խոսքով լավ, բայց այդ շեղվում ենք դատական, ինձ թվում է դատական համակարգը օրինակ էր, որտեղ ասենք նույնը ես EVN report-ի բաներն էին նայում, հա, հարցումները, մինչև վերջերս, հիմա էլ IRA-ի հարցումը, ասենք շատ հարցեր կա, որտեղ մարդիկ ասում են, որ ասենք երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում, այ հենց ամենակարևոր բանը 60-ից ավել դա իրականում մի քիչ ֆանտաստիկ ցուցանիշ է։ Շատ քիչ երկրներ կան, որ հասարակությունը ասում է, որ մեր երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում, նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում, ու այդ 60, քանի կարծեմ 61 էր, եթե չեմ սխալվում, բայց սա ինչ է նաև նշանակում։ Չի կարող ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը նման բան ասի։ Այսինքն նույնիսկ եթե ինքը իշխող ուժին չի աջակցում ուղղակիորեն, բայց ինքը ընդհանուր առմամբ ընդհանուր կուրսը դրական է համարում, հա, որ դա համար ասում է, որ ճիշտ ուղղությամբ է գնում երկիրը, ու դա այն մասին է, որի մասին մենք խոսում էինք, մի քանի անգամ ասացինք այդ կոնսենսուսի մասին, ու այդ ցուցանիշները պոզիտիվ բան են տալիս մեզ, դրական այսպես հիմք են տալիս, որ մենք մտածենք, որ այդ կոնսենսուսը ըստ էության ձևավորվել է արդեն կամ արդեն sense վերջնական իր ձևավորման փուլում։ Դե լավ է, բայց ես կուզեի, որ նաև այդ կոնսենսուսը ոնց որ ձևավորվեր այնպես, որ լինեն շատ կուսակցություններ ու շատ քաղաքական ուժեր, որոնք ունեն իրական հնարավորություն, ասենք, անցնելու ազգային ժողով ու կիսում են այդ կոնսենսուսը։ Իսկ այսօր ստացվել է, որ կա ոնց որ մի ուժ, որի շուրջ այդ կոնսենսուսը կենտրոնացած է, հա, ասենք ԿՊ ու կան մի քանի հիմնական իր անդիմությունը այն ուժերն են, որոնք այդ կոնսենսուսը մերժում են։
Նա այստեղ ուժերի խնդիրն է, այսինքն այդ ուժերը մեծ մասը արհեստական ուժեր են։ Այդ ուժերը կապ չունեն հանրային շերտերի հետ։ Դե ունեն, ինչ որ աջակցություն ունեն ամեն դեպքում, չէ։ Փոքր ուժերը, որոնք այսօր մեծ մասը այն ուժերի մեծ մասը, որոնք որ մասնակցում են այս ընտրությունների, իրականում հանրային խմբերի որևէ հանրային խմբի հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք արհեստական ստրուկտուրաներ են, չեմ ասում բոլորը, բայց զգալի հատվածը մեծ մասը։ Հա, բայց կա նաև մեծ հատված հասարակության, որը ուղղակի հիմա այս ընտրության մեջ չի տեսնում իր այդպես ձայնը արտահայտող ուժերի, բայց ու դրա համար այդ քո ասած արհեստական ուժերին է պատրաստ քվեարկի, էլի, դա էլ կա։ Իսկ չեն չի բանա լինելու այդ արհեստական ուժերին քվեարկելու։ Խոսքը ռուսականները հստակ են։ Այսինքն կա որոշակի էլեկտորատ մեկ կամ մեծ գումարներ, ռեսուրսներ ու դրա պատճառով է ձևավորվում այդ ռուսական լավ, ասենց ասեմ, կա մի հատ մեծ հատված, ոնց որ էլեկտորատի, որ իրան ոչ տեսնում է այդ իշխող կուսակցության դաշտում, ոչ էլ այդ ռուսականների դաշտում։ Ու ինքը ոնց որ այդ կոնսենսուսից ստացվում է դուրս է մնում, բայց նաև, ասենք, հա, ինքը այս ընտրություններում գուցե մասնակցություն չի ունենա, բայց ամեն դեպքում լավ չի, որ այդ հատվածը այդպես մնում է ոնց որ անտեր մի տեսակ, էլի։ Հա, համաձայն եմ։ Բայց ուրիշ բան էլ կա, այդ թվերի հետ կապված, էլի, այդ հարցումների հետ, իսկ թվում է երկու բան պետք է մի հատ մենք ֆիքսեինք, նախ որ հետո ինչ-որ մանիպուլյացիաներ չլինեն եւ այլն, հիմնականում այդ հարցումներում օրինակ ԿՊ-ի թվերը ստացվում է, ասենք մոտ 40%-ի շրջանում։ 38-եր կողմնորոշվածների օրինակ 32 ընդհանուր։ Հա, սովորաբար ընտրություններին Հայաստանում մասնակցում է ընտրողների կեսը, հա, այսինքն 50%-ն է գալիս։ Հիմա այս 38%-ը որ մենք ասում ենք, այդ 100%-ից է։ Այսինքն եթե 50%-ը եկավ ընտրությունների, այդ 38%-ը կդառնա, ասենք, մոտ 60%, հա, զուտ պարզ թվաբանության պլյուս դրա ուժով։ Ու այստեղ կարևոր է որ այդ մանիպուլյացիաներ չլինեն, որտեղ հաստատ կհայտնվեն իսկ ռուսական նարատիվներ, որ կասեն այդ ոնց եղավ, որ հարցումները 38% էր, հիմա մեկ էլ հոп սրանք 60%։ Ու կսկսվի այդ պատմությունը, որ չգիտեմ ինչով է տարբերվում Փաշինյանը Պուտինից եւ այլն։ Ամենապարզ բանը 38-ա, չէ՞, երկրորդ տեղինը ինչքան է։ Դե իրացնեն ասենք 7-ը կդառնա 14, հա։ Հա, 7 էր։ Երրորդ տեղինը ինչքան էր, ասենք, հա։ Չգիտեմ 4-ը, 5-ը, չէ՞ ենթադրեմ։ Ու վերջ։ Հիմա 38 + 7 + ենթադրենք 4 անում է 100%, չէ։ Այսինքն այն մնացած կատեգորիաները, այսինքն որ ասենք հələ չեմ կողմնորոշված, այդ պետքա դու հաշվես, չէ։ Իդեպ չկողմնորոշվածների մեծ մասը մոտավորապես իմ հաշվարկներով, հա, սա շատ կոպիտ բաներ եմ հիմա ասում, էլի, կոպիտ հաշվարկներ։ Մոտավորապես 60%-ը ինքը ասում է, որ խաղաղության օրակարգ, այո, երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։ Ահա, այսինքն այդ առնվազն ուրեմն այդ 60 չկողմնորոշվածների 60%-ը միանշանակ չի քվեարկելու խիստ ընդդիմադիր ռուսական ուժերի ընտրությունների կարող է կամ հենց ԿՊ-ին քվեարկի վերջի վերջո, հա, որովհետև գիտեք ասի դե լավ հիմա էսա ուրիշ տարբերակ չունենք, հա։ Այո։ Կամ ասենք այլ այտենց պրոարևմտյան ուժերի կապված հարցումների հետ կապված երկրորդ բանն եմ ուզում ասել, որ այնտեղ ոնց որ իսկապես պետք է ամեն դեպքում հաշվի առնենք, որ այդ կաշառքները, ընտրակաշառքը որ բաժանվում է, ինչքան էլ հիմա բռնում են այդ մարդկանց, ինչքան էլ ասենք իրավապահները ասում են մի վերցրեք, դες կձերբակալենք եւ այլն, որ շատ լավ են անում, նույնը Մոլդովայում էր արվում ու դրա շնորհիվ ահագին դրակաշառքների ազդեցությունը օրինակ Մոլդովայում կրճատվեց, բայց ամեն դեպքում ինչ որ քանակությամբ այդ արհեստական միջամտությունը ընտրություններին լինելու է, այսինքն մի մասը ընտրակաշառք կվերցնի կքվեարկի, մի մասը Ռուսաստանից, չգիտեմ, ավտոբուսներով կգա կքվեարկի, ու ինձ թվում է, որ այդ տոկոսների մեջ մինիմալ կա։ Դա հիմա չի երևում, որովհետև հիմա այդ օրինակ այն մարդիկ, ովքեր մի շաբաթի, ասենք ընտրություններից մի շաբաթ առաջ գալու են Ռուսաստանից, իրենք այդ հարցումներում չեն երևում։ Հա, ասենք այդ մարդկանց ավտոբուսները ուղարկելու են, իրենք գալու են քվեարկին գնան, իրենք այդ հարցումներում ընդհանրապես չեն երևա, բայց չեմ ասում շատ մեծ կփոխվի, համաձայն եմ այդտեղ քո հետ, բայց ամեն դեպքում չեմ 3, 4, 5, 6% կարող է փոխվի։ Որոշ կուսակցությունների պարագայում դա կարող է լինել տարբերությունը, ասենք դուրս մնալու եւ ազգային ժողով մտնելու միջեւ։
ու որոշ հայաստանյան ընդդիմադիր, այսպես իսկական ընդդիմադիր կուսակցություններ արդյունքում դուրս են մնալու, որտեղ իրանք ասենք չեմ 3.5%։ Հա, բայց արդյունքում կարող է հենց ռուսական ուժերն էլ դուրս գան։ Ինչ որ մեկի վրա ավելի շատ բան լինի, կենտրոնացումը, այն մեկը օրինակ նույն Հայաստան դաշինքը, ես կարծում եմ որ sense շարունակվի, ինքը խնդրեմ ունենալու ընդհանրապես շեմը հաղթարելու։ Բա ոնց անենք մի ձև օգնենք Հայաստան դաշինքին։ Կտեսնենք իհարկե, շատ քիչ ժամանակ ունի։ Բայց ոնց առանց Հայաստան դաշինքի ոնց կլինի։ Դե Եվ այս պարագայում նույնիսկ ասեի, որ Բարգավաճ Հայաստանի շանսը ավելի մեծ է մտնել խորհրդարան, քան Հայաստան դաշինքի։ Հատկապես առանց Անդրանիկ Թևանյանի։ Նա, հա, Ես թվում է տենց այնտեղ շատ չեն տխրել։ Հիմա իհարկե դա իմ սպեկուլյացիան է, բայց ես թվում է առանց Անդրանիկ Թևանյանի ոնց որ իրենց շանսերը կարող է ավելի բարձր են, քան Անդրանիկ Թևանյանով։ Միգուցե։ Բայց հələ ժամանակ էլ կա, հիմա էլի նոր բացահայտումներ համոզված եմ կլինեն, հա, միջև մեր հաղորդումը լույս տեսնի, արդեն էլի նոր ինչ-որ հրապարակումներ կլինեն, բան այդ ամեն ինչը իրականում իր դերը խաղում է։ Այդ լավ է, որ անընդհատ կան բացահայտումներ, նշանակում է իսկապես իրավապահները աշխատում են եւ մարդիկ այնուամենայնիվ վերջի վերջո պետք է հասկանան, որ լսեք դա քրեական հանցագործություն է, վերցնելը քրեական հանցագործություն է, դա երկար տարիներում դու կարող եք հայտնվել բանտում, հա, մի արեք այդպիսի բան, եթե մարդիկ կան, որոնք ինչ որ մտածում են, դե լավ փող աշխատենք էլի ձեռի հետ, նույնիսկ կարող է չնել գնալու քվեարկեն այդ կուսակցությունների օգտին, իմացեք, որ դա քրեական հանցագործություն է, շատ ծանր քրեական հանցագործություն է։ Մի վերցրեք ընտրա կաշառ, մի արեք նման բան։ Լավ, դե քանի որ արդեն ոնց որական երկար եք խոսում, ինձ թվում է արժի մի քիչ վերջում sense թեթև թեմաներով եզրափակենք ու չգիտեմ, իմ կարծիքով, օրինակ քո կարծիքով ամենա այդպես բոցը այս ընտրապայքարի որն էր։ Չինաստանից բերված սունկերը։ Հա, այդ սունկերը իհարկե շատ Դա դու բարձրացես Մարգարիտա Սիմոնյանն է այդ նույն բանը ասում, որ այդ հայ հասարակությունը ասում է ինչ որ այդ սունկերը ուտում ու այս ոնց կարելի է ասենց անադեկվատ լինել։ Հիմա ուզում հասկանամ այդ սունկերի պատմությունը, որ դու համոզված եմ որ Կրեմլից է եկել։ Ես համոզված եմ, իհարկե, լավ, ասենց ասեմ, չասեմ համոզված եմ, բայց ամենայն հավանականությամբ հասկանալով ինչպես է աշխատում այդ սխեմաները, ես ենթադրում եմ, որ դա առաջինը եկել է Կրեմլից, այդ բանը, գաղափարը։ Որտեւ այդ թմրամոլ ներկայացնելը իրանց մոտ շատ տարածված է։ Այո, Զելենսկու նկատմամբ ասենք տես մի հատ բան ոնց է չէ իրանց մոտ աշխատում, ասենք մեկի մասին մի բան ասում են, կապ չունի ճիշտ է թե սխալ է, հա ասում են, օրինակ Զելենսկու մասին ասում են, որ ինքը կոկաին է անում։ Ու ասենք կապ չունի ինքը անում է չի անում, ասում են կա, ինքը աշխատասենյակում նստած է, ուրեմն այդ նույն ոչ մի բան փոխած չի, կեղծ նկարն են սարքել, սեղանին կոկաին է ուղակի։ Հա, ուղղակի Photoshop-ով ավելացնում։ Բայց մի հատ էլ կա, որ արդեն Մերցը, բանը, Մակրոնը ու երրորդը ով էր, կարծեմ Անգլիայի վարչապետներ, հա, Ստարմերներ կարծեմ, որ իրանք էս երեքով գնացքով գնում են Ուկրաինա ու իբր իրանք սեղանին կոկայնի էլի բան, հա։ Հետո մեծացրել են այդ նկարը, բարձում է ուղղակի անձեռոցիկ է գցած, դա սպիտակ է անձեռոցիկը, տենց այդ վատ որակի նկարում, այլ ռուսական լրատվամիջներով ասում են կոկաինա, բայց այդտեղ հետաքրքիր է, որ ասենք որոշել են Փաշինյանի պարագայում ուրիշ նյութ վերցնել էլի, ասենք դա ավելի կրեատիվ են։ Բայց ինչ որտեղ իրականում ես հետո այդ նորությունները սկսեցի ուսումնասիրել, այդ պարզվեց, որ իրոք ինչ որ տես պատմություն եղել է Չինաստանում, ուրեմն ամերիկյան ինչ որ քաղաքական գործիչ, չեմ հիշում ով էր, սենատոր էր թե ով էր, գնացել է այնտեղ ինչ որ իրոք ռեստորանում տենց սնկեր են տվել իրան։ Այդ այդտեղից իրանք ուրեմն վերցրել են, որ հա, ուրեմն դե կարելի է այդ նույն բանը Փաշինյանի վրայով ասել, բայց որտեղից է երևում որ դա աբսուրդ է, որտեղ ասում են մի տոննա է բերել։ Այդ մի տոննան, ասենք ոնց որ մի քիչ այդ ազոտեք հասկանաք, որ այդ մի տոննան ոնց որ ամբողջ Հայաստանին կհերիքեր մի քանի տարով եւ գուցե լավ կներ այդ մի տոննա վերած լինեին, բայց ցավոք սրտի դա ասենք կանադաջի բան է, էլի ուղղակի։ Ու իսկ թվում է իրանք դες պասերով խաղում են, էլի, այսինքն ոնց որ իրանք այդ ինֆորմացիա ոնց որ այդ միտքը տվել են, այնտեղ ասել են Կարապետյան դու դա ասա, հետո միանգամից բոլոր ռուսական լրատվամիջոցներում դա հայտնվեց։ Հիմա էլ բանը Մարգարիտա Սիմոնյանը այնտեղից ասում է որպես փաստ էլի, որ դե sense փաստ է էլի, բարձվում է sense բան են անում։ Մի հատ էլ ու այդ նույն տեսանյութի մեջ Մարգարիտա Սիմոնյանը ասում է դե որ նայում ես Փաշինյանը լրիվ անադեկվատ է, ինքը sense ինչ որ հայերեն տառերն է ասում վիդեոյում, այսինքն ինքը կամ չի հասկացել, կամ ձևացնում է, որ չի հասկացել, որ այդտեղ Փաշինյանը ասենք սովորեցնում է, թե այդ բառը ոնց է գրվում։
Չէ, դա էլ բոցերի թվին դա էլ է պատկանում իհարկե, այդ ուղղագրություն սովորացնելը ինձ թվում է կհիշի։ Այո։ Բայց այն ասենք սովորական բոցերը կան, որ այն օրը sense արդեն ուղեղս մի տեսակ սկսեց եռալ, գիտես ինչից, որ ինչ հարց տալիս են, օրինակ մի շարք կուսակցություններ, ամենդ ոչ մեկ ասում է այո թե չէ, ստորագրելու եք այս խաղաղության պայմանագիրը թե չէ։ Չեն ասում ոչ այո, ոչ։ Ինչքան այդ հարցը տալիս ես, չէ, այս բանի հետ, սուբյեկտի հետ կոալիցիա կազմելու եք, ասի այո թե ոչ։ Ես արդեն պատասխանեցի ուրեմն։ Մենք այո թե ոչ, չէ, ես արդեն պատասխանեցի։ Ու թեման անընդհատ սենց է, հենց այդ թեմաները, որ պետք է հստակ ինչ որ կողմնորոշում հայտնել, սկսում են սենց մոտավորապես այդ խոսակցությունը այսպեսի պատկեր է ստանում։ Դե ասեք հիմա դուք ազգային ինքնությունը, ազգային մեր արժեքները, երբ որ դուք եւ երբ որ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը արեց, ծախեց Թուրքիայից, նա Թուրքիայի գործակալը Իլհամ Ալիևը, երբ որ Սյունիքի եւ ազգային ինքնությունը, ազգային մեր նկարագիրը խաթարվում է ազգային ինքնությունը, սա ոչ adekvat, սա բան եւ Ամարտ ասա ինչի մասին ես դու խոսում, այս հարցին պատասխանի։ Ու անընդհատ այդ ազգային ինքնություն, այդ բաննա մանիպուլացվում, հա, դարձրել են, չգիտեմ ինչ էլի, այդ հասկացությունը արդեն, որ մարդու մոտ հակակրանք առաջանա ընդհանրապես այդ աստիճանի, ու իրանք այդ ասողները տեսնում ես, որ մի քիչ շատ ոնց որ թե էլի հերույ են այդ ամեն ինչից։ Ուշացնով այդ ֆոնին բոլորին դեմի ակցիաներն են էլի ամենա ոնց որ adekvatը թվում, ասենք այդ Spider-Man-ը որ եկավ կամ հա, գոնե այդ ամեն ինչը չկան, հա։ Դե լավ, մաղթենք մեզ ոնց որ մինչև ընտրությունների օրը մեր հոգեկան առողջությունը չխաթարվի այս ամեն ինչից եւ հիբրիդային հարձակումներից էլ զերծ մնանք ու մի քիչ բոցերը ավելի շատ լինեն, այն տխուր բաները ավելի քիչ լինեն։ Այո, կարևորը այնուամենայնիվ նա, որ իմ խորին համոզմամբ լավ է լինելու ամեն ինչ։ Համամիտ եմ։